Միասին հանուն Գյումրու կարգախոսով է ապրելու երկիր կուսակցությունը մասնակցում մարտի 30-ի արտահերթ ընտրությանը։ 30 թեկնածուներից բաղկացած նախընտրական ցուցակը գլխավորում է իրավաբան, ավականու եւ կառավարման երկարամյա փորձ ունեցող Կարեն Մալխասյանը։ Իմ կոմֆորտ զոնայից ելել եմ, մասնակցել եմ ընտրության, մնացել եմ ավականի, ուրիշ առաջի համարների պես չեմ հրաժարվել ավականուման։ Մնացել եմ ավականու ակտիվ անդամներից մեկն եմ եղել, այսօր եմ մտել եմ պայքարի մեջ։ Մանկապարտեզները ցերի կդարձնեն, շները կստերջացնեն, Շիրակացի փողոցը դիասֆալտը սա խոստացել են, բայց դրանից առաջ է, որ մենք ենք սե, մենք ենք կառավարությանն ուղերձ ենք եղել, մեր տարիմ լուր էին, հենց ընտրությունն եկավ հիշեցին։ Լավ, կուզեմ սեմ, որ մենք իրաց լավ կուղոշտենք, համ լավ կաշխատցնենք իշխանություն չունենալով։ Մալխասյանը համաքաղաքացիներին խոստանում է, մեծամասնության քվեն ստանալուց եւ քաղաքի կառավարումը ստանձնելուց հետո պատրաստ են կյանքի կոչել նախընտրական ծրագրում ներառված բոլոր դրույթները։ Չընտրվելու դեպքում էլ հետևողական են լինելու, որ քաղաքի զարգացման բոլոր ծրագրերն իրականացվեն։ Քարոզաշավը կյանք խոստում տանք, բայց առանց տալու է։ Ես կերնիմ համայնքի ղեկավար թե չէ, ներկայացված կերնիմ ավականում թե չէ, ես հաստատ հետևողական կերնիմ ստեղ զրուցարանը դուք կունենաք, որ ձեր ժամանցը նորմալ կարողանաք իրականացնել։ Շնորհակալ եմ սաղեցը վերաբերմունքի համար, թող տա Աստված ով իշտ լավ բարի ծրագիր ունի Գյումրի զարգացնելու իր ծրագիր ունի, Աստված հաջողություն տա, բոլորը կարողանան իշա այդ ամեն ինչը ծառայեցնել Գյումրում մենակ։ Ապրելու երկրի ուշադրության առանցքում 88-ի արհավիրքից հետո 37 տարի տնակային ավաններում բնակվող գյումրեցիներին բնակարաններով ապահովելու հարցն է։ Կարեն Մալխասյանը վստահ է, որ իր թիմի մշակած ծրագիրը վերջնականապես կլուծի մի քանի տասնամյակ չլուծվող խնդիրը։ Մեր ներկայացրած ծրագրի շրջանակներում տնագում բնակվողները ձեռք կբերեն բնակարաններ կարճ ժամանակահատվածում։ Մոտ 40 տարվա ողբերգության հետքերը շարունակում են մնալ մեր քաղաքի անբաժանելի մասը։ Այս հարցի լուծման տեպերը խայտառակ դանդաղ են, որի համար շատ արագ անհրաժեշտ է ներդնել սոցիալական հիպոթեկային ծրագիր։ Ծրագրով տնագում բնակվողները կգնեն բնակարաններ, իսկ վարկ ամբողջությամբ կվճարի պետությունը եւ համայնքը։ Արդեն մի քանի տարի է եղած ու չլուծվող խնդիրներին եւս մեկն է ավելացել՝ թափառող շների հարցը։ Բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ շների թիրախ են դարձել երեխաներ ու տարեցներ։ Հատկապես գիշերային ժամերին ու վաղ առավոտյան գյումրեցիներն ահուդողով են տնից դուրս գալիս։ Ապրելու երկիրը իրատեսական ծրագիր ունի նաեւ թափառող շների հարցը լուծելու համար։ Թափառող շները դարձել են Գյումրու անբաժանելի մասը։ Ընդ որում, այս խնդիրը առկա է ոչ միայն Գյումրի համայնքում, այլ նաև հարակից գյուղական համայնքներում։ Մենք շատ արագ ամբողջական լուծելու ենք այս հարցը եւ կարճ ժամանակ անց Գյումրիում չեն լինելու թափառող շներ, ինչպես նաև դատարել է հոսքը հարակից համայնքներից։ Ստերջացնելուց բացի արագ կառուցվելու է կացարան։ Քաղաքի համաչափ զարգացում, բակային տարածքներում ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի խաղահրապարակների ավելացում, սրուցարանների կառուցում, երիտասարդների եւ ավագ սերնդի համար ժամանցի պայմանների ստեղծում։ Ապրելու երկիրը վստահեցնում է, ներկայացված բոլոր ծրագրերը հանուն Գյումրու են։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։